իր հրեղեն ձիու տարի է, սիրելի հետևորդներ, ակտուալ գույներ են լինելու կարմիրը և ոսկե գույնը, որտև կարմիր և հրեղեն ձի։ Այո, ձեր հագուստում, ձեր ինտերիերում կարող են գերակշռել այդ գույները, քանի որ ես տարբեր եթերների եմ ներկայանում, այս անգամ այսպես ստացվեց, որովհետև արդեն սպառվել էր իմ կարմիր այդ շրթներկը և համապատասխան գույնի հագուստները, բայց իմացեք, որ այդ ամենը ակտուալ են ձեր ինտերիերում, հենց ձեր տոնածառը զարդարելիս այդ կարմիր խաղալիքները և նաև ոսկեգույն այդ բոլոր զարդերը, արթուզարդը կարող է ցածել և ձեր տանը և ձեր տոնածառին։ Նաև 2026 թվականը գտնվում է 1 թվի ազդեցության տակ, նոր գործեր սկսելու տարի է, սիրելի հետևորդներ, հունվար ամսվա համար ես կներկայացնեմ հունվարի 18-ից է հետո շատ 18-19-ին նոր ալուսին կա, որը շատ կարևոր է լինելու, այդ ծեղջուրի վերջին աշճանների այդտեղ վրա ձևավորվող նոր ալուսին, որը կբերի մասնագիտական հաջողություններ, հիշեք, դրա մասին կխոսեմ հունվարի կանխատեսումների ժամանակ։ Շատ կարևոր է պարամուշյան խոյերի, խոյ, երկորյակ և ջրհոս այդ կենդանակերպերի համար, նրանք ովքեր ծնվել են օդի և կրակի ազդեցության տակ, նրանց մոտ կլինեն հաջողություններ, մանավանդ այլ անձանց մոտ, որոնք նաև համապատասխան գործունեություն են ծավալում, այսինքն ինտելեկտուալ դաշտում են, երկորյակը ինտելեկտ, տեղեկություն, ինֆորմացիա, ջրհոսը դա համացանցն է, դա աստղաբանություն է, դրանք բոլոր IT ոլորտն է, իսկ այնտեղ խոյի կենդանակերպը դրանք զինվորական են, նրանք ովքեր անվախ են, խոյերը նաև անվախ են, բայց ելի խոյեր իմացեք, որ Նեպտունը և Սատուրնը արդեն իսկ անցնում են ձեր կենդանակերպ 26/01/2026 թվական, Նեպտունը կանցնի խոյ, հիմա ձկներում է և 14/02/2026 թվական Սատուրնը կանցնի խոյի կենդանակերպ, 3 տարի քննվելու է ձեր գործունեությունը, սիրելի խոյեր, մինչև 2028 թվականը Սատուրնը խոյում է գտնվելու, խոյերը պետք է լինեն ավելի կարգապահ, պետք է իրենց գործողությունները չափի մեջ լինեն, քանի որ խոյերը երբեմն միտված են և անկարգությունների և չմտածված գործողությունների։ Եթե վառ նպատակներ ունեք Նեպտունը խոյի կենդանակերպում, ապա ձեր նպատակները կկատարվեն, եթե դուք իրատեսական եք, քանի որ Սատուրն է, չէ, խոյում իրատեսական է, ամեն ինչը պետք է լինի չափի ձևի մեջ և նաև դուք պետք է հստակ ժամանակահատված որոշեք այդ ամենը կատարելու և ժամանակահատված, և տեղը, և վայրը, և միջոցները, ամեն ինչը պետք է լինեն հստակ, միշտ ասում եմ մենեջմենտի կառավարման լեզվով smart պետք է լինեն, որպեսզի դուք կարողանաք հաջողությունների հասնել։ Կշեռքների համար էլ է կարևոր, ասում եմ խոյ, երկորյակ, ջրհոս